Եղեռնու օրը գնացել է Մոսկվա Եղեռնու օրը գնացել են Մոսկվա մի ամբողջ մի 1000 հոգուց ավելի հայեր հավաքվել են հայկական եկեղեցու մոտ Եղեռնու մոտ ցույցեր են արել որոշ մարդկանց հետ ծանոթացել են որոշ հայերի հետ այնտեղ տղաս մենակ է գնացել ես ասեցի ինձ էլ հետը տար ասեց ես հիվանդ էի իհարկե ասեց չէ մամա դու մնա որ պետք լինի ես մեքենայով չեմ տրանսպորտով եմ ես քեզ չտանեմ գնաց Եղեռնը այնտեղ Եղեռնը անցածրել են ծանոթացել են որոշ մարդկանց հետ ու մինչ հետ իմ տղան ինտերնետով նայեց տեսա որ եզդու երեխայի վիզը կտրել են Քյարամի ինքը սկսեց լացել իր մեջ մինչև այդ ոչ մի բան չկար իր մեջ ինքը շատ սովորական գնում էր գործի ռեմոնտ էր անում գնում էր գործի գալիս էր տուն այդ օրվանից ինքը գիշեր ցերեկ էլ քուն չուներ առավոտ արթնանում էի տեն մեկ քնած չի մի 3-4 բաժակ կոֆեները մեծ բաժակով խմե դրել ու անքուն այդ ինտերնետի մեջ է Բայց այստեղա չէ ծառայել Հովանեսը Հովանեսը այստեղ է ծառայել ծառայությունից հետո եկել է իմ մոտ ես Մոսկվայ եմ եղել 10 տարի Հովանեսն էլ ծառայությունից հետո եկել է իմ մոտ Հովանեսը անգամ Ավստրիայել է գնացել 2 տարի այնտեղ է մնացել բայց եւ այնպես միշտ սիրել է իր հայրենիքը իր Հայաստանը որ մենք պետք է ապրենք Հայաստանում Մենք պետք է ապրենք Հայաստանում։ Դրանից հետո որոշեց գալ Հայաստան, հա։ Ինքը այդ պահից հետո այդ պահին մամա գիտես որ ինչքան երեխաների վիզա կդրվում, որ ինչքան մամաներ են լացում։ Ես անգամ լացում եմ, ասում եմ տղաս, ասում եմ ինձ սենց հիվանդ թողում ես ուր գնաս, ասում է ոչինչ մամա ջան, ես գիտեմ դու ինքդ քեզ կբուժես, ասում է, բայց ես ուզում եմ որ ուրիշ մամաներ էլ չլացեն։ Ու այդ ձև տղաս որոշեց որ պետքա ու չլսեց։ Այսինքն լսել արդեն հասուն տղա է, ես իրան ինչ կարամ մի հերոս ձեռը բռնելու չի որ ասեմ չէ մի արա մի գնա մի արա արդեն սնայպերնիստներ մի քանի հոգի եկել էին Ռուսաստանից Հայաստան դե արդեն երում է այնտեղ Հայաստանը դե ոնց պիտի իրանց դիմավորի Հայաստան իրանք եկան Հայաստան իրանցով պետքա հպարտանա ինքը թողել է իր ամեն ինչը ծնողներին թողել է եկել է Հայաստան պայքարի ինքը եկել է այստեղ դիմել է համապատասխան մարմիններին որ ես ուզում եմ կամավոր գնամ առաջի գից ասել են որ արդեն մենք այնտեղ զինվորների կարիք չունենք լրացված այդ զինվորների չափը դե ինքը արդեն գնացել է տուն բարեկամի տուն էս կոմենկոմ իմ տունը այստեղ Արտաշատում է գնացել է տուն աղջիկս Թամարան այնտեղ տունն է եղել մի Թամարիկի հետ եկել է Եռաբլուր պատահմամբ հանդիպել է Պավել Մանուկյանին որին ինքը երազում էր տեսնել չգիտեմ ինչի ամեն օր մտնում էր ինտերնետը Պավել Մանուկյանին էր ցույց տալի ինձի բացատրում էր նայի Պավել Մանուկյանի եղունգները ոնց են քաշե արդեն իրան կինո ունի չէ այդ բերես դրես նայեցինք ու անկախ ինձանից ես էլ էի ուզում գայի այդ մարդին տեսնեի չգիտեմ անկախ ինձանից ես էլ էի ուզում գայի Ես ոնց ասած չէի ուզում կանխելու իրան կոտրելու ցանկություն չունեի այսպես ասած ու հետո արդեն լուրերը տարածվում էր որ Հայաստանի պատերազմը վերջացել է մտածում էի գնաց կվերջանա հետ պիտի գա ինչ պիտի անի խոմ մնալու Հայաստանի չանի մենք ստեղ ենք դեն արդեն ինքը գտավ իր համապատասխան հարազատներին ու ընկերներին մի քանի օր առաջ եք դուք իմացել երբ ես բարեկապական ծառայության գունդ էի գնացել ասաց մայրս մի քանի օր առաջ է իմացել որ ես քայլին եմ դիմել ու ողջունել եք հա ինքը զանգեց մի այդ արդեն գրավումից հետո ինքը զանգեց չգիտեմ այդ մի հեռախոսն էլ որտեղից էր հայտնվել իրաց ձեռքում զանգեց մամա բարև մամ ջան ասի բարև տղես մամ ջան ես իմ նպատակին հասել եմ նպատակին հասել ես ես էլ ինչ ուրիշ ինչ ունեի ասելու ես էլ ասեցի լավ ես արել տղես որ դու քո նպատակին հասել ես ուրեմն պինդեղի ուժեղ եղի զգուշ եղի ամենակարևորը զգուշ եղի անգամ կողքիդ փոքր երեխուն չվստահես հետևից ծեր մարդուն էլ չվստահես եթե հետևից տա գալի շատ զգուշ եղի դու որտեղ որ գտնվում ես զգուշ եղի ու դուք ինչի եք սպասում տեղում ինչի եք սպասում ժողովրդին ենք սպասում այդ է եղել մեր խոսակցությունը ոչ մի բան վերջում է թե ամփոփենք հիմա ինչ քայլեր կարող եք իրականացնել իմանալ ցանկությունը ես ոչինչ չեմ ուզում իմ միակ ցանկությունը որ վաղվանից
թե կլինի վաղը, թե կլինի մյուս օր, ես էլ ոչ սպասելու, ոչ ձգելու, ոչ հավատալու, ոչ մի բան չունեմ։ Ինձ պետք է, որ իմ տղայի ոտը վիրահատեն, որտեղ դա շատ բարդ վիրահատություն է, այդ վիրահատությունից հետո պետք է մի հատ էլ նորից վիրահատեն, դա հələ ասվում է, հələ մի հատ որ վիրահատեն Աստված գիտի, կարող է, ես հիվանդ գիտեմ, ես ինքս էլ եմ կոտրվել, վիրահատվել եմ, ես հիվանդ պարկած տեղս տեսել եմ, որ մարդուն 7-րդ անգամ են արդեն վիրահատում, բայց այսքան երկար պահելուց հետո քանի անգամ կվիրահատվի հələ Հովանեսը, դա անհայտ է։ Ինչ է կատարում նրա ոսկրածծի հետ արդեն, չէ որ մի ամիս է այդ ոսկրածուծը բաց է։ Շատ լավ տիկին Լաուրա, շնորհակալություն, հիշեցնեմ, որ զրուցում ենք Հովանես Հարությունյանի մայրիկի հետ, տիկին Լաուրայի